Իրանում ցույցերը չեն դադարում, տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանների գնահատմամբ զոհերի թիվը կարող է հատել 650-ը, լուրեր են շրջանառվում, որ զոհվել է մոտ 2000 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի անդամներ, իսկ ձերբակալվածների թիվը հասնում է 11000-ի։ Իրանական կողմը զոհերի վերաբերյալ պաշտոնական թվեր դեռ չի հրապարակել, երկրի ամբողջ տարածքում ինտերնետ հասանելիությունը դեռ սահմանափակ է։ Զուգահեռ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իշխանությունները երկխոսություն են սկսել ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Նրանց անձամբ հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Տեղեկություններ կան, որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական աջակցության աշխատակիցները լքել են Իրանը։ Ֆինլանդիայի նախագահն էլ կոչ է արել Թեհրանին ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։ Ակցիաների մասնակիցներին աջակցություն է հայտնել նաև Փարիզը։ Եվրամիությունից եւ Բեռլինից խոստացել են պատժամիջոցներ սահմանել իրանական իշխանության նկատմամբ։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ Սպիտակ տունը եւ ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցության տարբերակները, չի բացառվում ավիահարվածների հնարավորությունը։ ԱՄՆ նախագահը նաև գրառում է կատարել Truth Social-ի էջում, կոչ արել իրանցիներին շարունակել իրենց բողոքը եւ վերահսկողություն հաստատել իրենց պատկանող կառույցների նկատմամբ։ Մարդասպանները եւ բռնարարները մեծ գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների սպանությունները չդադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է, գրել է Թրամփը։ Ավելի վաղ նա նաև տեղեկացրել էր, որ 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ։ Սպիտակ տնից հայտարարել են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ստանալ Գրենլանդիան, քանի որ հակառակ դեպքում այն կարող են գրավել Չինաստանը կամ Ռուսաստանը։ Վաշինգտոնը կոչ է արել կղզուն գնալ գործարքի։ Ներկայացուցիչների պալատից հանրապետական Ռենդի Ֆայնն էլ Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի միացման մասին օրինագիծ է ներկայացրել։ Ստեղծված իրավիճակի ֆոնին ակնկալվում է, որ հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Դանիայի եւ Գրենլանդիայի արտգործնախարարների հետ։ Միևնույն ժամանակ Գրենլանդիայի վարչապետը պնդել է, կղզին չի դառնա Միացյալ Նահանգների մաս եւ չի կառավարվի Վաշինգտոնի կողմից։ Ավելի վաղ Դանիայի վարչապետը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի մի երկիրը չի կարող հարձակվել դաշինքի մեկ այլ անդամի վրա։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն էլ համոզմունք է հայտնել, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է առաջնահերթություն դառնա ՆԱՏՕ-ի համար։ Մարկ Ռյուտեի խոսքով եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Գրենլանդիայում իրենց ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը, իսկ Դանիայի թագավորությունը մեծացնում է ռազմական ոլորտի ներդրումները։ Նա նշել է, Արկտիկայի համար առաջին հերթին վտանգ են ներկայացնում Ռուսաստանը եւ Չինաստանը։ Մոսկվան մտադիր է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, քանի դեռ Զելենսկին չի համաձայնել բանակցություններում Ռուսաստանի համար իրատեսական պայմաններին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ Հակամարտության խաղաղ կարգավորման պայմաններն Ուկրաինայի իշխանության համար օրեցօր կվատթարանան, հավելել է Վասիլի Նեբենձյան։ Նա նաև մեղադրել է ուկրաինական ուժերին Ռուսաստանի բնակավայրերին հարվածելու համար, միևնույն ժամանակ հավատացրել, թե ռուսական կողմը չի թիրախավորում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։ Հայտարարություններով է հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին, նրա խոսքով Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ բնակելի օբյեկտների։ Սակայն դա չի օգնի Մոսկվային հաղթել պատերազմում, շեշտել է նախագահը, հավելել, որ այս գիշեր ռուսական ուժերն արձակել են մոտ 300 անօդաչու թռչող սարք եւ տասնյակ հրթիռներ, 100 հազարավոր ընտանիքների թողնելով առանց էլեկտրականության։ Թիրախում են եղել մասնավորապես Օդեսան, Խարկովը եւ Կիևը, հայտնի է զոհերի եւ վիրավորների մասին։ Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է ևս 116 քաղբանտարկյալի ազատ արձակման մասին, նրանց թվում են ինչպես վենեսուելացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Այսպիսով հունվարի սկզբին Կարակասում ամերիկյան գործողությունից հետո ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 133 մարդ։ Սակայն իրավապաշտպան ՀԿ-ները հաստատել են միայն 24 քաղբանտարկյալի ազատ արձակման փաստը։ Գործընթացը մեկնարկել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնած Դելսի Ռոդրիգեսի հրամանով։ Ավելի վաղ Վաշինգտոնը պահանջել էր բանտերից ազատել Մադուրոյի իշխանության օրոք ձերբակալված քաղբանտարկյալներին, ներգրավելու նրանց Վենեսուելայի վերականգնմանը։ Ռոդրիգեսն էլ հայտարարել է, որ ազատում են մի շարք ձերբակալվածների հանուն խաղաղ համակեցության։ Տարբեր տվյալներով 2026 թվականի հունվարի դրությամբ Վենեսուելայում քաղբանտարկյալների թիվը հատում է 800-ը։ ՄԱԿ-ը ողջունել է քաղբանտարկյալների ազատ արձակումը, սակայն մտահոգություն հայտնել, որ երկրում դեռ շարունակվում են բռնաճնշումները։ Վենեսուելայի շուրջ իրավիճակի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի նախագահները։ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել են անվտանգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ներդրումների եւ առևտրի հետ կապված հարցեր։ Դիանա Գասպարյան, լուրեր։